Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Արագորեն ասեմ դիմեմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին եւ շարունակել հետեւել մեր հաղորդումներին եւ թողարկումներին։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյան։ Պարոն Աղազարյան, շնորհակալություն, որ հերթական անգամ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Պարոն Աղազարյան, շատ անսպասելի եղավ այսօր ձեզ հրավիրելու մեր հայտը կապված վերջին իրադարձության հետ, առավել եւս վերջին իրադարձության հետ, բայց ելի որոշակի բաների մասին կխոսենք, կապված հայտնի փաստաթղթի հետ, որ կարծես թե ամպրոպ խաղաղ երկնքի մեջ պայթեց մեր քաղաքական իրականության մեջ եւ հասցրեց արդեն որոշակի անհանգստություններ եւ որոշակի այսպես ալեկոծություններ առաջացնել քաղաքական դաշտում եւ մեր հանրության մեջ։ Խոսքը փաստաթղթի մասին է, որ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր երկար ժամանակ հրապարակել բանակցային փաստաթուղթը Արցախյան կարգավորման եւ մասնավորապես վերջին 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկությունը երկու հակամարտող կողմերին Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ ներառյալ Արցախի հանրապետությանը, որը ըստ ընդդիմադիր հատվածի հանցավոր կերպով մերժվել է գործող իշխանությունների կողմից եւ որը ըստ էության հանգեցրել է 44 օրյա պատերազմին։ Մերժվել է թե անուշադրության է մատնվել։ Իրենք ասում են, որ մերժվել է, միտումնավոր է մերժվել, գաղտնի է պահվել հասարակությունից եւ ես հիմա կարող եմ հասկացա, ոչ թե մերժվել է, այլ անուշադրության է մատնվել, ասենք չի պատասխանվել այդ բանը։ Բայց միտումնավոր անուշադրություն, չէ, երկու անուշադրություններ կան։ Ասենք մերժել են նա, որ ասենք բանը գրավոր գրել, որ դիմում եմ Մինսկի խմբի հարգարժան համանախագահներին այն, որ քննարկել ենք ձեր հաշվի առնելով միջազգային եւ այլ նավթի միջազգային գները այսօրվա պղնձի գների հետ կապված վայրի վերումները գտնում ենք, որ ձեր առաջարկությունը մեր համար ընդունելի չի։ Ասենք դες բան չի եղել։ Անուշադրությանը մատնվել, ընդհանրապես չի պատասխանվել, որքան որ ես տեղյակ եմ, ես չեմ սխալվում, որը ավելի շատ ավելի վատ է։ Հա, հասկացած ես։ Այսինքն դուք խոսում եք միտումնավոր անուշա, այսինքն այնպես չի, որ իրանք չեն իմացել, պարզապես մի թուղթ է եկել, չէ։ Իհարկե չէ։ Իհարկե բանը կներեք, ես ընդհատեցի, չէ։ Իհարկե շատ տարակուսանք առաջացնում երկու հանգամանք տարակուսանք է առաջացնում։ Առաջին հանգամանքը այն, որ հենց որ ես հիմա ասեցի, որ չի պատասխանվել այդ առաջարկությանը եւ երկրորդ հանգամանքը տարակուսանք է առաջացնում, դա վարչապետի կեսվածքն է, այսպես ասած կեսվածք է, էլի, որ ես Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ եղել երբեք, իսկ այդտեղ գրված է Ադրբեջանի Հանրապետության նախագահին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին։ Այսինքն եթե թարգմանես մարդկային հասարակ լեզվով, դա նշանակում է Հայաստանի Հանրապետության ղեկավարին, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին։ Հիմա կարող է շփոթվել են մարդեն։ Հին բանի տակա դեռ նոր հեղափոխություններ եղել, մի քիչ բյուրոկրատիա, ասենք, որպես նախագահի էին գրել։ Դա չի նշանակում, որ իրանք չեն դիմել Հայաստանի Հանրապետության այսպես կոչված վարչապետին։ Եթե դա անհանգստացնող հանգամանք էր կամ էական հանգամանք էր, կարող եք մեծ գրություն գրեիք, համապատասխան պաշտոնական գրություն գրեիք եւ խնդրեիք ճշտել, թե նամակը ում է ուղղված։ Այս պահին Հայաստանի Հանրապետության գույնի նախագահ այսինչան, եթե դուք իրան նկատեք եւ գործադիր իշխանության ղեկավար, դա ես եմ Նիկոլ Փաշինյանս։ Եվ այդ ճշգրտումը ստանալ, հետո դրանի վրա կառուցել քո ասենք մտքերը շատ տարօրինակ է։ Բայց գիտեք ինչ, բայց տարօրինակը թվում դա ընդհանրապես առաջին հայացքից, որ ինքը ձևի է ասում։ Ինքը շատ վստահ է, որ այդ խոսքերը, այդ նարատիվը, որ ինքը օգտագործում է, հասարակության որոշ շրջանակներում բանը տեղ է հասնում։ Այդ կեսվածքը ես վարչապետ եմ, ոչ թե նախագահ եմ, ասենք ոչ մեկը չի կարող ինձ ուրիշ ձևի դիմի բանման, էդի տեղ է հասնում։ Եվ նա ավելի սարսափելի բան է։ Ավելի սարսափելի բանը դա է, որ պաստորի նախկին տարիների ընթացքում որոշ ուժերի կամա թե ակամա վարքագծի հետևանքով
առաջացավ հայաստանցի, արցախցի, ղարաբաղցի, այսպես կոչված հակադրությունը, հակամարտությունը։ Ահավոր բան։ Սարսափելի բան, դա ամենասարսափելի բանն է, որ առաջացավ։ Ես չեմ ուզում որևէ մեկին դատապարտեմ, դատավոր չեմ, բայց առաջացել է։ Դա 94 թվականից հետո սկսեց կամաց դա առաջանալ, եկավ հասավ մինչև 15 թիվը, 2015 թիվը դա ամբողջությամբ արմատավորված էր մեր հասարակության մեջ։ Եվ յուրաքանչյուր խոհանոցում, հայկական խոհանոց, հայաստանյան յուրաքանչյուր խոհանոցում ամուսինները խոստերից թաքուն ասում էին Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներն էլ։ Ես ներողություն եմ խնդրում 1000 անգամ իմ բոլոր հայրենակիցներից եւ արցախցի հայրենակիցներից, բայց դա կար։ Եվ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ դա կար։ Եվ դա ինքը շատ տգեղ անամոթաբար ձևով շահարկում է, որովհետեւ մարդիկ հոգնել էին պատերազմից, մարդիկ հոգնել էին զոհերից, պատերազմ չկար, այսպես վատապրելուց էին հոգնել, հա։ Արորիա պատերազմ չկար, բայց բոլոր դեպքերում զոհեր սահմանների վրա, բանակում ծառայության շատ անտանելի աստիճանը Արցախում մեր զինվորականների, շարքային զինվորականների անմարդկային երբեմն կեսվածները վերաբերմունքի իրենց նկատմամբ, այդ բանը առաջացրել էր, ինքը դա գիտեր։ Եվ դա ինքը օգտագործելով է ասում, որ վերջ մենք Արցախի համար, Արցախը թոք էր, Արցախը էս էր, Արցախը այն էր, իմանալով որ կմարսի։ Հիմա նույն ձևով մոտարպես էս իրավիճակն է, այլ այդ ձևի պատասխանում է, այդ ձևի արձագանք, անարձագանքա թողել այդ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը եւ դժվար է ասել իհարկե ինչ կլիներ որոշակի ուրիշ դիրքորոշման դեպքում, բայց փաստորեն ունենք այն ինչ որ ունենք։ Երբ որ փորձում ես խորանալ եւ բան անել, պատասխանել գտնել թե ինչու այդպես, երբեմն սարսռում ես։ Օրինակ կներեք, ես ոչ թե բան եմ անում, ռեկլամ եմ անում, այլ առեսից օգտվելով, ասեմ, ես գիրք եմ հրապարակել, այո, որի վերնագիրը երկրի իրական կողմը։ Շնորհավորում ենք իդեպ։ Շնորհակալություն։ Եվ սա մի պարզ հակադրություն չի Նիկոլ Փաշինյանի գրքի, երկրի հակառակ կողմը գրքի։ Սա ուղղակի այսօրվա Նիկոլ Փաշինյանի մտքերի եւ կեցվածքի հակադրությունն է, որ ինքը ամեն ինչը տեսնում է երկրի հակառակ կողմից։ Օրինակ դրա համար պիտի տեսնել երկրի իրական կողմը, չէ՞, դուք ասում եք, չէ՞, ոնց որ։ Օրինակ, տեսնենք Հայաստանի Հանրապետության այս մեր պետությունը, մեր սիրունի, փոքրիկ, հավեսին, քաղցր, անուշ պետությունը։ Այո, ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Մենք այլևս հայրենիք գտնելու, փնտրելու անհրաժեշտություն չունենք։ Դա իր գաղափարախոսության, իրական Հայաստանի գաղափարախոսության հենասյուներից մեկը։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Որ հայրենիքը։ Աղազանովիկ ինչ է ասում։ Իր գրքի եւ բանումը գրած է, կազմի վրա գրված է։ Սերունդների պայքարի գնով, միլիոնավոր զոհերի եւ կորուստների գնով մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք պետություն։ Այսինքն վերջնահաշվարկով ինքը եւ ես նույն բանն ենք ասում։ Բայց ինքը ասում է գտել ենք մեր հայրենիքը։ Ես ասում եմ մեր պատմական հայրենիքի, մեծ հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծել ենք մեր հանրապետությունը։ Դրանից հետո եկել նույն բանն ենք ասում, սիրենք, փայփայենք, գուրգուրենք եւ այլ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունը այն է, որ դու երբ որ ասում ես մենք գտել ենք մեր հայրենիքը, դա նշանակում է մենք հայրենիք չենք ունեցել։ Մենք գտել ենք։ Ոչ թե մենք հայրենիք ենք ունեցել, կորցրել ենք, մանենք եկել եւ գտել ենք այդ իմաստով, այլ մենք հայրենիք չենք ունեցել։ Մենք գտել ենք։ Նույն խոսքերը ասում է Ալիևը։ Դուք ուրիշ տեղից եկել եք այս հողի վրա, որտեղ ապրել են դարերով ադրբեջանցիներ։ Նույն Ալիևն է ասում։ Գտել ենք մենք գտել ենք մեր հայրենիքը, սա սարսափելի խոսքեր են։ Դուք գտնում եք, որ դրա մեջ վտանգներ կա։ Մեծ վտանգ կա։ Եվ երբ որ վաղը չեմ իսօր Աստված շանի հանգարտինքը հաջողի 4-րդ հանրապետության իր ցնորական Սևերուն գաղափարը կյանքի կոչի, Ալիևը միյանից, Էրդողանը Միրիսյանից գալին ասեն բարև ձեզ։ Դուք գտել եք ձեր հայրենիքը, ողջունում ենք, բայց այս հայրենիքի մաս ենք կազմում նաև մենք։ 300,000, 400,000, 500,000, հետևաբար այս պետությունը մենք պիտի միասին ստեղծենք ձեր հետ միասին։
Բայց գուցե այն ժամանակ ասի փորձենք անաչառ դիրքերից մոտենալ։ Հիմա այս որ ես բանը զուգահեռ հասկացեցի, չէ՞ որ զուգահեռ հասկացեցի։ Հիմա նույն ինքը, որ ասում է ես Հայաստանի պետություն նախագահ չեմ եղել։ Ուրեմն ինձ ուղղված չի եղել, ասիկ այս ժամանակին շահարկում իմանալով որ որոշակի շրջանակներում դա արձագանք է գտնելու։ Գտելս որ իբր թե քեզ չուղղված է, չգտու նամակրեի, ահա։ Այսինքն կարող ասի 300,000-ը դա կապ չունի, որովհետև արդեն իշխանամերձ որոշակի շրջանակներ ասում են, že իշխանությունները համաձայն չեն, որ 300,000 ադրբեջանցի, այսպես ասած, մի անգամից գա ու լծվի բան, մանավանդ ոչ մի հիմնավորում չկա, ըստ էության, իրավական հիմնավորում չկա, այնտեղ շատ ու շատ վկայակոչություններ են բերում, որ իրենք փոխհատուցումներ ստանալով են, այնել ոչ 300,000 գնացել է ստեղից շատ ավելի քիչ այդ թվից իրենք որևէ խնդիր չունեն, իրանք փախստականներ չեն, գրեթե միջադեպեր տեղի չեն ունեցել, այնպես որ այդ առումով իրավական։ Երկրորդը ձեզ պիտի ասեի, ասենք գտնում եք, որ վիճակը բավականին ծանր է այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, նարատիվներ է տալիս Ադրբեջանին, բայց ինքն էլ ասում է չէ։ Ըստ էության, փորձենք անաչառության իրենց դիրքերից էլ խոսել, ըստ էության ասում է Ղարաբաղը արդեն տրված էր։ Ղարաբաղը միջազգային իրավունքի արդեն վաղուց ճանաչված էր որպես Ադրբեջանի մաս, Ադրբեջանի։ Երկրորդ, բանակցային բոլոր գործընթացները եղել են ընդամենը Ադրբեջանը Ղարաբաղում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահելու մասին որևէ խնդիր չի եղել Ղարաբաղի ինքնորոշման, ինքնիշխանության, անկախության մասին։ Պահելու մասին ինքնորոշման ինչ-որ աստիճանով։ Ինքնորոշման մասին, իրենք ասում են որ չէ։ Ոչ։ Իրենք ասում են որ չէ։ Ղարաբաղը, երբ որ արևմուտքը խնդրեց վարչապետին եւ վարչապետը մեզ ներկայացրեց, որ իրանք խնդրում են որ մենք պլանկա մի քիչ նշաձողը մի քիչ իջացնենք։ Դա բոլորս հասկանում էինք, որ նշաձողը իջացնենք, ասենք, այս պահին անկախություն կոչված բանից մենք նահանջենք, հրաժարվենք, այսպես կոչված, հետո նոր ազգերի ինքնորոշման իրավունքը առաջ մղելով, տեսնենք ինչ մակարդակի կարանք հասնենք, մենք այդպես էինք բանը հասկանում բոլորս։ Եվ հետեւաբար ես նաև որպես պատգամավոր եւ որպես խմբակցության անդամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ ես գտնում եմ որ համաձայն էի վարչապետի դիրքորոշմանը ինչ որ տեղից է Պրագայում երբ որ ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս բայցով ահա բայցով ասեք այդ բայցը վերացավ այդ բայցը ցետել որ այդ ժողովուրդը իրավունք ունի իր պատմական հողում ապրի այդ ապրելու իրավունքի համար պետք է ստեղծեն անհրաժեշտ եւ բավարար պայմաններ այդ անհրաժեշտ եւ բավարար պայմանները պետք է բխեին ազգերի ինքնորոշման իրավունքից կիրարկումից տարածքային ամբողջականությունը թողեցինք մի կողմ համաձայնվեցինք ասենք Արցախը վարչապետի ասած Ղարաբաղը բանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ մտնում, բայց ազգը պիտի իմանա ոնց է ապրում։ Իրավունք ունի ապրի թե չէ որ դարերով ապրելա, հազարամյակներով ինչ դարերով ապրելա եւ պիտի իմանա ոնց է շարունակելու իր կենսունակությունը այդ իր պատմական հայրենիքում։ Այդ կորուստը արդեն Նիկոլ Փաշինյանի եւ իմ Այսինքն ձեր հիմնական կարելի ասել տարաձայնությունը եւ տարանջատումը Փաշինյանի թիմից ԿՊ-ից տեղի ունեցավ այդ պատճառով։ Այդտեղից։ Զուտ այդ պատճառով թե էլի պատճառներ կային։ Դե այդ պատճառից բխող արդեն բխող ուրիշ պատճառներ, բխող պատճառ փախստականների վերադարձած մեջանցիների, բխող պատճառ Եվրոպայի միությունը հայտ ներկայացնելու համար Եվրոմիություն այդ օրինագիծ ընդունելու համար դրան էլ օրինագիծ չէ համաձայն չեք օրինագիծ համաձայն չեմ եղել բացի օրինագիծը պատրաստում ենք հայտ ներկայացնել դրանել էինք դեմ դրանք սա իրար կապված է եւ ստե եմ ասում որ ես վախենում եմ շատ խորանամ ու անալիզանեմ մի բան ասեմ վտանգավոր բան կասեմ չեմ ուզում ասեմ հրավեր վտանգավոր բան կարամ ասեմ պետք չի շատ բաներ միտումնավոր արված Նրա կողմից Նիկոլ Փաշինյանը Երբ որ արդեն անալիզ ես անում շատ բաներ միտումնավոր է արված եւ այդ միտումնավորվածության մեջ կարմիր լույսով երևում է որ գերնպատակը Ռուսաստանից դուրս մղելն էր Ասենք ես օրինակ մտածում եմ մեկ-մեկը հայա լավ Արցախը Արցախ այդպես հուսանք Աստված տանք նաև բարի կամքով մենք մեր մեջ ասենք որ ժամանակավոր են կորցրել Արցախ Աստված տա սերունդները հետագայում նորից վերագտնենք մենք հոգեկան մեծ հրճվանք ապրենք նորից Արցախը վերաազատագրելու համար Արդեն հաջորդ սխալն է ձեր եւ ընդդիմության լայն զանգվածների հաջորդ սխալն է Չէ երազանքը պահենք
Գոնե երազանքը պահենք։ Գարսի երազանքը։ Գարսի երազանքը պահել ենք արդեն։ Պահել ես։ Ես պահել եմ։ Ավելացնի երազանքները։ Աստվածաշնչի վաղաչմությունը Զանգեզուրի երազանքները ավելացնես դրան։ Եթե դες գնացիր, եւ ընդդիմությունը դες գնաց։ Վաղաչմությունը Զանգեզուրի երազանքները սպայելու։ Հա, այսինքն չերազենք, ինչ անենք, ասենք չերազենք։ Օրինակ ես Մասիսի մասին չմտածեմ։ Եթե դու քաղաքական Մասիսի մասին բանաստեղծություն չգրեմ, եթե դու քաղաքական ձեր մասին չխոսք։ Եթե դու քաղաքական գործիչ ես, ընդդիմադիր քաղաքական գործիչ ես եւ ռեալ պոլիտիկ գոյություն ունի, ինչ երազանքի մասն խոսքը։ Չոր հաշվարկ պիտի լինի, չոր հաշվարկ պիտի լինի, չոր հաշվարկ։ Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանությամբ պետք է հանդես գան հասարակական կազմակերպությունները, եկեղեցին, որ իրավունքն է, որ վարչապետը այսօր պատերազմ հայտարարել, եկեղեցին եւ Արցախի ժողովուրդը։ Քաղաքական գործիչները պետք է պարտավորված լինեն չխանգարեն։ Հա, բայց խանգարում են այստեղ։ Շատերը խանգարում են։ Եթե չեն կարող օգնել, ապա չխանգարեն, որովհետեւ այստեղ լուրջ բաներ կա։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը արդեն ասում է, ահա Մանուկ Ստեփանյանը ուզում է պատերազմ, իսկ չեմ ուզում պատերազմ, ժողովուրդ։ Եվ ընտրվում է Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ, եւ ընտրվում է Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ, ստեղծագործ տաղանդաշատ Մանուկ Ստեփանյանի համար կստեղծվի նոր հնարավորություն Զանգեզուրի մասին բաներ գրել երազելու։ Հասկացած, ես ռեալ պոլիտիկա չկորցնել։ Դուք որ այդ մուրազը ձեր փորը մնար։ Զանգեզուրի մասին այդ իմաստով, այդ կոնտեքստով երբեք չստեղծագործեք այդ կոնտեքստով, այս կոնտեքստով ստեղծագործեք։ Զանգեզուրի բայց գեղեցիկ լեռների թփերի մասին կարող է մի քանի լավ բան գալ, բայց քաղաքական աստար չեմ տա, ինչպես ասում են, չէ՞ ժամանակին։ Իրենք ասում են բոլորովին այլ բան։ Ասում են արդեն մի տարի է, մի տարուց ավել է, պարոն Աղազարյան, այդ մարդը ինչ եք մեղադրում, դուք մի քիչ էլ ձեզ այսպես բան անուղակի պախարակեմ։ Խաղաղություն է, մի զինվոր չի զոհում սահմանին։ Թրամփի հետ համաձայնության ենք եկել։ Թրամփի WhatsApp-ը կա, Թրամփը ասել է, եթե ինչ որ ձեզ որևէ մեկը նեղացնի, կզանգեք ինձ, ես դրա հարցերը կլուծեմ ըստ էության։ Այսինքն իրենք համարում են վերջերս քաղաքվերի լուսաբաններից մեկն էլ ասեց այս տաղավարում, որ արդեն Թրամփի այսպես ասած ուղին թրիպը արդեն ըստ էության խաղաղության երաշխիք է։ Բայց ընդդիմադիրները նորից ասում են այդ անպետք վայ ընդդիմադիրները ճակերտավոր։ Չէ, ոչ մի երաշխիք էլ չի, դա ֆիկտիվ խաղաղություն է եւ իրականում պատերազմահոտ խաղաղություն է, այստեղ ոչ մի խաղաղություն չկա։ Խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ որ խաղաղությունը լինի արժանապատիվ։ Այս խոսույթի մասին ինչ կասեք։ Տրամփի հետ կապված նախ ես ասեմ, որ հանգամանքների համապատասխան զարգացման դեպքում այն կարող է դառնալ մեր համար քաղաքակրթական, պաշտպանական, սոցիալական չգիտեմ ինչ իմաստով չինական Փարիզ, կարող հանդիսանա մեկ այլ դեպքում կարող է Հայաստանի պետականության ավարտի սկիզբը։ Որ դեպքում, այ, խնդրեմ ասեմ։ Այն դեպքում, երբ որ այդտեղ լինեն միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հիմա այդպես է, ըստ Հիմա գնում է դրան, այո։ Այդ որ բոլորը ասում են Տրամփը բաման եւ այլ բերեց սենսացիա, խափված է, սա Թուրքիան է արել։ Այդ ամեն ինչը արել է Թուրքիան։ Սա Թուրքիայի ձեռագիրն է։ Նույն ձեռագրի շարունակությունը, երբ որ առաջին հանրապետությունը, երբ որ հռչակեց իրականության մասին, առաջինը Թուրքիան ճանաչեց։ Ինչի Թուրքիան ճանաչեց, որովհետեւ ուզեց այս կտրոնը փոքր Ռուսաստանից հետագայում այսօր կուլ տալու համար։ Հիմա նույն Տրամփի ուղին այդ կուլ տալու բաներից մեկն է, մեխանիզմներից մեկն է, որ ստեղծում է, եւ այդ Թուրքիան է արել։ Եվ ես բոլորովին դեմ չեմ Թուրքիայի լավ հարաբերություններ։ Թուրքիան իր շահից է ելնում այդ մարդանում։ Ես ինչ իրավունք եմ իրան մեղադրեմ։ Ես իրավունք չեմ մեղադրեմ։ Թուրքիան Ադրբեջանը շահից են առաջնորդում, Թուրան, Մուրան եւ այլ։ Եթե մնաց մենակ Թուրքիան եւ Ադրբեջանը, դա Հայաստանի պետականության ավարտի սկիզբն է։ Զանգեզուրի մասին երկեր գրելու լուրջ պարարտ հող։ Իսկ եթե ծրագրի միացավ Ռուսաստանը, Իրանը եւ Աստվածտանը նաեւ Չինաստանը, ապա սա կլինի լուրջ, իսկապես շատ լուրջ հաջողություն հայոց պետականության համար։ Այդ երկու ճանապարհն է։ Հիմա այս կոնտեքստով Եթադրենք ես ու դուք ենք գալիս փողոց եւ 100 հոգու հարցում ենք անում, 100 հոգու։ Խնդրում ենք որ թվարկեն 3 մեծ ճշնամական պետություններ։ Ինչ պատկեր կունենանք, պարոն Ստեփանյան։ Իմ կարծիքով կմատնանշեմ Թուրքիա, Ադրբեջան, ասենք Մեծ Բրիտանիա, օրինակի համար եմ ասում։ Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան։ Եվ Իսրայել, հա, չորրորդը Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել։
Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան։ Այդ տարբերակները չէ։ Համաձայն եք, որ 100-ից 90-ը կասեն Թուրքիա, Ադրբեջան եւ ինչ-որ երկիր։ 100-ից 90-ը։ Համաձայն եք թե չէ։ Հա։ 100-ից 90-ը կասեն Թուրքիա, Ադրբեջան եւ ինչ-որ։ Ահա, դա հաստատեցինք, չէ՞ մենք բանը, գրեթե ոչ մեկը չի կասկածի տակ դնի։ Որ ճշնամակ աստվա, այսօր է ճշնամակը վաղ դրանք ախպերական, այսօրվա մասին է խոսքը։ Համաձայն եք, որ Ալիևի եւ Էրդողանի համար ընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ստիպում եք ինձ մի քիչ եթերաբարի անաչառությունը կորցնել, ասինքն մի քիչ ասենք, դե կարծիքի մի հայտնեք։ Ոմն կողմի կարծիքը հայտնելով, ինչ որ այդ կարծիքը կա թե չկա հասարակության մեջ։ Որ ասենք անհանգստություն կա, որ Էրդողանը եւ Ալիևը ուզում են որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Անդիմադիր հատվածից ասում են, եւ ոչ որ 2-3 հոգի։ 2-3 հոգի չէ։ Անդիմադիր հատվածից ասում են, եւ տիտղոսային անդիմադիրները եւ նաեւ նրանց հարող կամ մի քիչ նմանց այսպես գաղափարակիր կամ գաղափարամերձ ուժերը, այո, ասում են այսօր Ալիևի եւ Էրդողանի սրտի տեխնացու Նիկոլ Փաշինյանն է։ Շատ բարի։ Դուք եք այդպես կարծում։ Իհարկե։ Բայց հիմա դուրս է գալիս, որ մեր ճշնամական պետությունների ղեկավար, մեր հետ ճշնամական այսօր ճշնամական հարաբերությունների մեջ գտնվող պետությունների ղեկավարները ուզում են որ Նիկոլ Փաշինյանը դառնա մեր երկրի վարչապետը եւս մի անգամ մտածելու բան կա։ Ուրեմն այսպես լավ սահուն անցում կատարեն, գիտեք որտեղ դուք ասեք։ Ես ուրեմն մտածելու բան կա։ Այս խնդրի պատասխանը երբ մենք ունենանք, Տրամպի ուղին կդարձնենք մեր համար շատ լուրջ հաջողությունների Հասկացա, դա բանը ձեր տեսակետով դա ինձ կոնցեպտուալ թվաց, որտեղ ձևակերպեցիք հստակ։ Ոնց եք տեսնում Թրամփի ուղու ապագան, չէ՞ թե այսօր իրենք են ասում, նաև իշխանական շրջանակները, գոնե, եթե այդպես է, դա կարող է նաև ձեր տեսակետի հետ համընկնում եւ նաև փրկարարա լինելու ըստ ձեր տեսակետի, որ ինչու՞ չէ, նրանք արդեն Ռուսաստանին են առաջարկել միանալ, այլ խաղացողների են կեղծում են, վստահ եք կեղծում, հա, որտեղից եք վստահ որ կեղծում են։ Որտեղ իրաց այսօր միակ զուտ բեռնափոխադրումների։ Այսօր իրաք ճշգրիտ քաղաքականությունը այնա, որ Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղեն, դա Եվրոպայի ցանկությունն է եւ Եվրոպան դա մար աշխափագում այն անօրինությունների վրա, ինչ որ տիրում է այսօր Հայաստանում։ Լավ, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանը ասում եմ մենք Ռուսաստանի հետ մեր գուրգուրենք, փայփայենք մեր հարաբերությունները։ Վերջին ասուլիսներից մեկում դա ասում է ինչ որ օտարպետության ավակ լեյտենանտ Դե դենց ասում նաև։ Մատնանշումը հասկանալի է թե ում եւ եկեղեցի իշխանություն այս հակամարտությունն էլ որ դուք համարում եք եկեղեցի իշխանություն, ես ինչպես հասկացա, նրանք մեկնաբանում են որ ոչ մենք եկեղեցու դեմ ոչ մի բան չունենք, մենք պայքարում ենք եկեղեցում ծվարած սրբապիղծ մարդկանց կտրիչների, արշակների դեմ, որոնք ըստ էության որևէ հոգևոր բարոյական կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Դեստեղ Նիկոլ Փաշինյանը մեծ ծառայություն մատնեցեց արդեն եկեղեցու եւ հայ ժողովրդին, իրապես իր պայքարի արդյունքում ջրի երես հանեց մի քանի սրբապիղծների, որ հանդիպել են իր հետ, որոնց մասին իր ժամանակին ասում սրբապիղծներ, բենտլիներ, այդ իմաստով ահագին լավ ծառայություն մատնեցեց։ Կճոյանի մասին է։ Այո, հատուցել եւ ասենք եկեղեցին փաստորեն ջրի երես հանեց այն տականքներին, որոնք ասենք կան, հարևի բոլորը չեն իհարկե, կարծում եմ որ հուսանա որ շատ էլ չեն, բայց բոլոր դեպքերում մի 8 հոգու թե 10 հոգու ջրի երես հանեց, սա պետք է գրանցել, որ Նիկոլ Փաշինյանը լավ ծառայություն մատնեցեց հայ ժողովրդին եւ եկեղեցուն այդ տականքներին ջրի երես հանելու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե եկեղեցին մաքրելն է, Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե կաթողիկոսին հեռացնելն է, Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը եկեղեցին պարակտելն է, որ այդ տականքների միջոցով ինքը կարող է հաջողի ստեղծի հայաստանյաց առաքելական եկեղեցի, որը կդառնա իր ցնորական սևեռուն գաղափարի, այն է 4-րդ հանրապետության ստեղծման ակնարկներից մեկը։ Ասում են այ բանա 4-րդ հանրապետության մասին էլ խոսեցինք, դա էլ ասենք ու ասենք այն մեր որոշած անկյունակարային հարցին, թիրախային, որտեղ դուք կարող եք ձեր ազատ ձեր կարծիքը շատ սուր արտահայտել։ Թաքուի Ղազարյան կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկը, վերջերս պատահաբար աչքս ընկավ այն թեզը Եվ նաև Նիկոլ Փաշինյանի այսօր էլ իմ ուսումնասիրությունների արդյունքում դարձյալ Նիկոլ Փաշինյանի թեզներ եմ ուզում այստեղ ցիտել, որ Թաքուին ասում էր, որ
4-րդ հանրապետություն մենք ըստ էության չեն կառուցում, 4-րդ հանրապետությունը արդեն կա, մենք ապրում ենք 4-րդ հանրապետությունում։ Այսինքն, բարձվում է, որ երևի ԿՊ իշխանության 7-8 տարիների ընթացքում արդեն կերտվել է այդ, հա, 4-րդ հանրապետությունը, երևի թե մենք տեղյակ չենք, լավ տեղյակ չենք։ Ըստ էության, ապրում ենք ըստ քաղաքագիտական իմաստով Թակուի Ղազարյանի տեսակետը մոտեցում ավելի ընդունելի է, քան Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, ստեղծենք 4-րդ հանրապետություն։ Իսկ Թակուի Ղազարյանը ասում է, մենք ապրում ենք 4-րդ հանրապետությունում։ Եվ իրավապես, ասենք ոչ մեկը չի ասել, Արա Մանուկյանը չի ասել Սիմոն Վրացյանին թե իր սեղանի շուրջ, արի ստեղծենք առաջին հանրապետություն։ Ուղղակի ստեղծվել է պետություն, որ հետո պատմաբանները համարել են առաջին հանրապետություն, որովհետև դա հետո գնա Սովետական միության մեջ Հայաստանի հանրապետություն, որի պատմաբանները հետո պատմաբանները համարել են երկրորդ հանրապետություն, պայմանական բաժանումներ, եւ հետո երրորդ հանրապետություն։ Այդպես էլ եթե սահմանադրությունը փոխվի, եթե զինանշանը փոխվի, եթե եկեղեցին պարակտվի դառնա հայաստանյան եկեղեցի եւ այլ, մի 5-6 տարի հետո, 7 տարի հետո պատմաբանները ասել են 4-րդ հանրապետություն։ Այսինքն դա այդպես ինքնին լինելու է։ Հետեւաբար ստե խոսքը գնում է բովանդակության մասին, ոչ թե ձևի մասին։ Իսկ բովանդակությունը ո՞րն է։ Եթե դու 4-րդ հանրապետություն ես ստեղծում, լուծարելով 3-րդ հանրապետությունը, հայտնվում Ալիևը եւ Էրդողանը ասում են մենք ստեղենք։ Մենք այս 4-րդ հանրապետության պիտի ստեղծման պիտի մասնակցենք։ Իսկ եթե դու որովհետև ստեղծում ես, պիտի շինթույլտվություն վերցնես։ Պիտի դաս մակ, ասես մակ ջան, շինթույլտվություն տուր, որ ես 4-րդ հանրապետություն ստեղծեմ։ Մակներ կասի, ախպեր, գնա քո հարևանից թուղթ մետան, քո հարևանի հո պրոբլեմ չունեն քո հետ, որ շինթույլտվությունը տամ։ Ո՞նց է շինթույլտվություն տալիս տուն սարքելու համար։ Ինքը գալա հարևանի Վրաստանը տալու համաձայնությունը, Իրանի իսլամական հանրապետությունը տալու համաձայնությունը, Էրդողանը եւ Ալիևը չեն տալու իրենց համաձայնությունը։ Էրդողանը ասել է Նիկոլ ջան, հիշում ես որ 1920 թվականին ես ու դու Գյումրիում սուրճ էինք խմում, այն ժամանակ մենք խոսում ենք 10,000 քառակուսի կիլոմետրի մասին։ Իսկ ինչ ցավալապաշտական բաներ է սա բժարվում։ Չէ, բայց իրանք բոլոր դեպքերում ասում են, Ասպաչյանը իհարկե ձեր այդ շատ դաժան կանխատեսումը իրականն է, բայց Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանակից է, չէ՞ դրել, ասում է իրական Հայաստանը 29000 Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ահա։ Արցախը հետ եք բերելու։ Արցախ Հայաստանը եւ վերջ, Արցախը կորցրեցին։ Այդ Արցախը հետ եք բերելուն վտանգավոր է, որտեւ այդ նույնը որ ասես Տիգրանաշենը տալու ենք։ Այդ նույն բանն է ասում։ Հո ասելով չի։ Հո հետո կանելու ասի ախպեր հո պատերազմ չի անելու։ Էսա 10000 քառակուսի կիլոմետր է։ Ուզում եք ինչ սպանեք ինչ ուզում եք արեք։ Ես պատրաստ եմ սպանվելու, զոհվելու։ Ես այսքան եմ կարացել անեմ։ Կարող եմ թուրիշ բան անեին։ Ինչ է ստանալու։ Վստահ եք որ Տիգրանաշենը ու այդ Տաբուշի այդ հատվածները Նիկոլ Փաշինյանը այսպես ասած ժողովրդական խոսքով ասած մեր ունկնդրի համար տալու է արդեն որոշակիություն կա տեսնում եք այդ դրա հոտը Ես օբյեկտիվորեն գտնում եմ որ չնայած ես չունեմ որևէ հիմք որ երբևէ դրանք եղել են Ադրբեջանի սովետական խորհրդային հանրապետության մեջ չկա այդ հիմքը։ Եթե այդ հիմքերը չկա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը լավ խաղակարտեր ունի այդ խնդիրը չլուծելու ի օգուտ Ադրբեջանի։ Բայց եթե համենայնպես կա, ապա դա շատ դժվար է այդ հարցը չլուծել։ Ես գտնում եմ, որ դժվար է այդ հարցը չլուծել։ Բայց այդ հարցը լուծելու, եւ որ ես ելույթ ունեցա, հայտնի ելույթ ունեցա եւ վարչապետները ահագին բանալ է, սրտնեղեց չթաքցրեց նաեւ ես սրտնեղումը ելույթի հետ կապված, որ ես ասացի, որ եթե բանը հասնի դրա որ չկարողանանք մենք Տիգրանաշենը փոխանակենք Արտվաշենի հետ, ապա մենք պետք է Արտվաշենից էլ հրաժարվենք։ Դա որպես բողոքի ճիչ քաղաքակրթությանը եւ եվրոպաներին, որ հաջորդ քայլը արդեն պարզ է թե ինչ անում Ադրբեջանը եւ Թուրքիա։ Էքսպանիստական քաղաքականությունը իրենք վարում, որովհետեւ կամաց հայոց պետականությունը վերացնեն։ Հետևաբար, էսա իր տարածը։ Քրիկ այլ խաղաթղթեր ունենք, պարոն Աղազարյան, ասենք օրինակ այդ Տիգրանաշենի եւ էլի այդ ռազմավարական կարևոր տարածքներ չտալու։ Բերը օկուպացված տարածքները լավ Արցախ որ կարծես թե աշխարհը կուլ տվեց մարսեց։ Տարածքները չպետք է խառնենք։ Օկուպացված պարասեն թող նրանք հələ դեռ օկուպացված տարածքներից իրանց արադը քաշեն հետո նոր։ Չէ, օկուպացված տարածքներից իրանք առաջիկա 20 տարում դուրս չեն գալու։ Դե ուրեմն մենք էլ Տիգրանաշենից դուրս չենք գալու։
չէ, կդնենք այդ հարցը։ Ուրեմն խաղաղություն չես ուզում։ Շատ ավելի լավ, գոնե այսպես մնա, չէ։ Խաղաղություն չես, պատերազմ ես։ Չէ, պատերազմ չէ, որակի այսպես ինչ որ ստատուս քվո կլինի, մինչև տեսնենք, մինչև իրական խաղաղությունը, հետո նոր կտեսնենք։ Ի տարբերություն ձեզ, պարոն Փաշինյան, մենք վախենում ենք ձեզանից։ Հետևաբար մենք այդ տարածքներից դուրս չենք գալու, որտեղ այդ տարածքներից մենք ահագի ձևով կարող ենք վերահսկենք ձեր շարժը եւ թույլ չենք տա, որ դուք ոչ թե դուք մենք ձեզ վստահում ենք, այլ վաղը միշտ մեկ ուրիշ լինի իշխանության ռևանշիստական մղումներով փորձի հարձակվի Ադրբեջանի վրա եւ սեփ խրի հայ եւ ադրբեջանի ժողովրդերի բարեկամության մեջ։ Դրա համար մենք մի որոշակի ժամանակ այստեղ կմնանք, ինչ ախպերներ ենք, ինչ հայեր։ Բայց Տիգրանաշենը ուրիշ բան է, Տիգրանաշենը դա ուրիշ բան է, դա հետի պիտի բանան են Նիկոլ ջան, բանոց։ Վերջում էլ այսօրվա մեր եթերի, որ մեր ունկնդիրը ավելի լավ այսպես շատ ու շատ այսպես հրապարակված ձեր կողմից դրույթներ ավելի լավ ընկալի եւ որպեսզի ավելի հակիրճ լինի, այ դուք ամփոփիչ ինչ որ խոսքում բոլոր դեպքերում մտադիր եք, այսպես ասած, որոշակի ես գիտեմ եւ ասելու եք, ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ըստ ձեզ, եւ դուք ինչպես եք, օրինակ այսօր մեր ունկնդիրներից ու նաեւ ընդդիմադիր հասարակության ներկայացուցիչների շատերն են ասում, Նիկոլ Փաշինյանին բոլորը հեռացնող, բայց Նիկոլ Փաշինյանի դիրքերը աշկիս ավելի են ամրանում եւ այլ այստեղ էլ ցիտեմ Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ ասում էր երկող ընտրություններում մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պիտի պաշտպանի իր խաղաղության օրակարգը։ Այսինքն այդ խաղաղության օրակարգը իրենն է, ակունք իմաստության ինքնա բերել այդ խաղաղությունը եւ ինքը համարում է անկեղծորեն առանց իրոնիայի ասեմ, որ բերել է այդ խաղաղությունը եւ այդ խաղաղությունը դեռ արդեն այսպես տարածվում է ամբողջ որ ջուրը չէ, համայի բաներում, որ տարածվում է ամբողջ Հայաստանի համայի տարածքներում, անջրդի տարածքներում։ Հիմա ժողովուրդը պետք է ընտրության պաշտպանի, այսինքն պետք է ընտրի իշխող ուժին ըստ էության։ Իսկ դուք ասում եք ոչ, Փաշինյանը վտանգ է, գոյաբանական վտանգ է եւ պետք է հեռացնել, առաջարկել է գիտեպ որոշակի տարբերակներ, բայց այդ տարբերակները կարծես թե չաշխատեցին։ Բա ոնց անենք, որ Նիկոլ Փաշինյանը գնա, պարոն Ղազարյան։ Որքան որ ես ճիշտ եմ հասկանում քաղաքական այսպես կոչված բաները, հոսքերը, ես երեք տարբերակ եմ շրջանառության մեջ տեսնում եք, այդ Մամարուկյանի առաջարկությունն է, որ մեծ կոնսոլիդացիա ինչ-որ ուժի շուրջ եւ այդ մեծ կոնսոլիդացիան դուրս գա Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի դեմ եւ փորձի հաջողության հասնել։ Մյուս տարբերակը դա մենք ենք առաջարկում, պարոն Ասլանյանն եւ ես, մեր կուսակցության համապատասխան բաժինների քննարկումների արդյունքում, որ պետք է ստեղծվի ճակատ։ Ճակատի մեջ պետք է ներգրաված լինեն մի քանի դաշինքներ, որոնց ընդհանուր նպատակը Նիկոլ Փաշինյանին քաղաքական ասպարեզից հեռացնելն է, հետո իրար մեջ հարցերը լուծել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայրենիքին ծառայելու իր անզուսպ մղումով պայմանավորված ընտրությունից մի քանի օր առաջ, քվեարկությունից մի քանի օր առաջ խաղից դուրս հանելու մեկ-երկու քաղաքական ուժի, ով իր համար ռեալ վտանգ է սպառնալու եւ արժանանալու է Եվրոպայի մեր մակրոնների եւ մյուսների ուսի թփթփոցներին առաջանալու գովերքող այդ քալին ագնալու ճակատի դեպքում եթե ինքը խփում է մեկին դուրս հանում ճակատը մնում է եւ այդ դուրս եկած քաղաքական ուժը իր ընտրողներին ասում է ձայնը տվեք ճակատի ուժերից մեկին որովհետեւ մենք կարողանանք այդ հարցը լուծել եւ ժողովուրդը որ տեսնում է տարբեր հարցերի շուրջ տարբեր պատկերացում եւ մոտեցում ունեցող քաղաքական ուժերը կամ քաղաքական միավորումները միավորվել են այդ հարցի շուրջ դա կարող է արդյունք տա Անդե կարելի է իհարկե հետո մանրամասն մշակել թե ինչ կոնկրետ ծրագրով որ ժողովրդի համար ավելի կարելի լինի դա ուրիշ հարց է եւ հակի կողմից ես լսում եմ պարոն Զուրաբյանի հարցազրույցներն եմ նայում Լևոն Զուրաբյանի ինքն էլ մոտավորապես նույն բանն առաջարկում առանց ամբողջական շարժումի հնարավոր չի լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնել ասենք քաղաքական դաշտից հիմա պարոն Զուրաբյանի ասածը եւ իմ ասածը ես ներողություն եմ խնդրում չեմ հավակնում ինչ-որ բաների գրեթե նույնն են Էդմոն Մարուկյանի առաջարկությունը իմ համար անընդունելի է, որովհետև դա արդյունք չի տալու։ Պարոն Զուրաբյանը ասացը իմ համար ընդունելի է եւ դա արդյունք կտա։ Քաղաքական կամ պետք է դրսևորեն քաղաքական ուժերը եւ քաղաքական գործիչները իրար մեջ եղած տարաձայնությունները մի պահ մի կողմ թողնեն եւ հավաքեն մի գաղափարի շուրջ քաղաքական դաշտը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ Նիկոլից ազատելու համար եւ հետո արդեն լծվենք այդ խաղաղության գործընթացին եւ այդտեղ այն քաղաքական ուժերը որոնք կասեն որ իրենք գալիս են
Արցախը հետ բերելու համար դրանք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին, որովհետև դրանով հենց Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտը բաժանում է պատերազմի հրձիկների խաղաղության մունիտիկների։ Արդեն բաժանել է։ Արդեն չեք վախենում, որ արդեն Նիկոլը նենց է բաժանել այդ դաշտը, որ արդեն դարձյալ էլի կգտնի մի այսպես հստակ իր համար պատրվակ, ձեզ անվանելու պատերազմի հրձիկներ, պատերազմ ստեղծողներ, իրեն անվանելու խաղաղության աղավնի, խաղաղություն հաստատող, եւ ասի այս մարդիկ գալիս են էլի խանգարեմ, հազիվ հազ կարողացել է խաղաղության օրակարգ հաստատել Թրամփի բանի հետ բանակցել, Մակրոն բան, այս կողմ են կողմ, այն էլ եկան այս էքստրեմիստները, ծայրահեղականները պայթեցրեցին այս խաղաղության օրակարգը։ Նախ վերադառնանք plus խաղաղության այդպես հաստատմանը, ես համաձայն չեմ, որ խաղաղությունը հաստատված է այդ իմաստով, որտեղ խաղաղությունը լինում է այն ժամանակ հակամարտող կողմերի միջև, երբ որ որևէ կողմ մտածում է, որ եթե ինքը հարձակվի իր հակառակորդ կողմի վրա եւ ռազմական ճանապարհով փորձի լուծի այս կամ այն հարցը, ապա կստանա արժանի հակահարված եւ ձեռնպակը։ Եթե այդ հավասարակշռությունը նմանատիպ հավասարակշռություն չեղավ, այդ հավասարակշռությունը կարող պայմանավորված լինի քո այսպես կոչված պաշտպանողության բարձրացման, որը չկա ձեզ կամաց լինում, բայց բավարար չի։ Եթե դա չի բավարարում, ապա քո դաշնակցային այսպես ինչ-որ գործընթացների մեջ մտնելով համապատասխան ուժերի պետությունների հետ, դա կարող պայմանավորված լինի, մինչև դա չլինի, այս խաղաղությունը, ասած է բանը, թղթի վրա կարող ապատել գրել այս ստորագին հաջորդ օր պատերազմ սկսվի, դա կայուն խաղաղություն չի։ Այ Ադրբեջանի եւ Թուրքիայի ուզած խաղաղությունը կայուն խաղաղության է։ Իրանք ուզում են հայոց պետականությունը վերացնեն եւ ստեղ տարածաշրջան կստեղծի կայուն խաղաղություն։ Իրանց ուզած խաղաղությունը կայուն խաղաղություն է։ Նիկոլ Փաշինյանի եւ իմ ուզած խաղաղությունը կայուն խաղաղություն չի, որովհետեւ Էրդողանը եւ Ալիևը վախենում են մեզնից։ Վախենում են մենք հարձակվենք եւ 100 միլիոնանոց Թուրքիային եւ Ադրբեջանին կվերացնենք երկրի երեսից։ Դրա համար ստիպված իրաք պիտի մեզ վերացնեն երկրի երեսից։ Հասկանալի է։ Երևի մյուս եթերում խոսենք այս հարցերի շուրջ ավելի բաց, խմորումները կլինեն, այո, բայց բանակցային փաստաթղթի մասին կարծես թե ասեցիք ձեր տեսակետը, ձեր մերժողական, որ պիտի դա չմերժվեր եւ նաեւ խաղաղության հաստատման այս գործընթացի շուրջ ասեցիք ձեր տեսակետները։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Եթերում անկաշկան զրույց հերինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր զրուցակիցներ Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը, ազգային ժողովի պատգամավոր։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք։